Թիվ 7 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով առաջադրված Նիկոլ Փաշինյանն այսօր կրկին Մալաթիա Սեբաստիա համայնքում էր, որտեղ 3 բռնության էին ենթարկվել Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները։ Երեկվանից հետո այս համայնքում ոչինչ չէր փոխվել։ Ես կներեք գրաֆիկ ունեմ, բայց ընեց անում եք, որ ես երկար մնամ։ Այս կանայք իրենց համարում են Սամվել Ալեքսանյանի համակիրները, որը թիվ 7 ընտրատարածքում Նիկոլ Փաշինյանի մրցակիցն է։ Մեր Հիսուսից հետո մեր Սամվել Ալեքսանյանն է։ Մենք իր մեջքին ենք կանգնած։ Դոշս այսպես դեմ եմ տալու իր համար։ Իմ Աստծուց հետո, իմ Հիսուսից հետո Սամվել Ալեքսանյանն է, ուրիշ մարդ չգիտեմ, չունեմ էլ։ Նույն համայնքի բնակիչ Լարիսա Խաչատրյանին իր թաղամասի կանանց պահվածքը զարմացնում էր, սակայն նա չհամարձակվեց մոտենալ նրանց։ Ինչ իրավունք ունեն մարդկանց բռնանան, ով ուզում է թող ընտրի։ Մենակ ասել կաշառք բաժանելով հոչի հարցելություն։ Այսինքն եթե բաժանեցիր կամ մի բան արեցիր ու հետո 5 տարի ոչ մի բան չես անում մարդկանց համար։ Իսկ ինչու էին այս կանայք աստվածացնում Սամվել Ալեքսանյանին եւ որքանով են ծանոթ Նիկոլ Փաշինյանի նախընտրական ծրագրին, հարցն էլ ավելի զայրացրեց հավաքվածներին։ Այս մարդկանց Նիկոլ Փաշինյանի ծրագիր ունի, որ մատը կարտանք։ Համբերատար լսելով բոլորին Նիկոլ Փաշինյանը խոստացավ վաղը կրկին այցելել Մալաթիա Սեբաստիա համայնք եւ շարունակել իր քարոզարշավը։ Իրենք շարժում են իրենց ձեռագրով, մենք շարժում ենք մեր ձեռագրով։ Սուսաննա Պողոսյան, Արթուր Դևրիկյան, IPF։